Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Global News-ին եւ այսպես Չինաստանի ու Նեպալի սահմանին հիմալայներում տեղի ունեցած սելավի հետևանքով նաեւ ԱՄՆ տասնյակ քաղաքացիներ են անհետ կորել։ Սառցադաշտի փլուզումը հսկայական ավերածություններ է առաջացրել։ Աղետը ծանր հարված է հասցրել օտարերկրացիներին, հարյուրավոր մարդիկ անհետ կորած են համարվում, անհետ կորածների թվում կա 47 ԱՄՆ քաղաքացի, հայտարարել է Նեպալի ներկայացուցիչը։ Փրկարարները եւ բանակը շարունակում են որոնողական աշխատանքները, տեղի իշխանությունները սպասում են զոհերի թվի աճի։ Կորուստների մասին տվյալները դեռևս վերջնական չեն։ Աղետը սկսվել է սարերի հսկայական մասի փլուզումից, տոննաներով սառույցն ու քարերը ցած են թափվել, առաջացնելով հզոր սողանք նեղ կիրճում։ Տուրիստական շրջանները մեկուսացված են մնացել աշխարհից, իրավիճակը մնում է չափազանց լարված ու անկանխատեսելի։ ԱՄՆ պետդեպարտամենտը ամբողջ աշխարհում ժամանակավորապես դադարեցրել է ներգաղթային վիզաների նոր հարցազրույցների գործընթացը հյուպատոսական աշխատակիցների վերապատրաստման պատճառով, այս մասին հայտնում է Reuters-ը։ Արդեն նշանակված որոշ հարցազրույցներ հետաձգվել են, իսկ նոր ժամկետների վերաբերյալ հստակ ժամանակացույց դեռ չկա։ Այս սահմանափակումները չեն վերաբերում տուրիստական B1, B2 վիզաներին։ Պետդեպարտամենտի գործող կանոնները շարունակում են նախատեսել ոչ ներգաղթային վիզաների հարցազրույցների անցկացում դիմողի քաղաքացիության կամ բնակության երկրում։ Դա վերաբերում է նաև Հայաստանին։ Պետդեպարտամենտի պաշտոնական էջում Երևանը շարունակում է նշված լինել որպես վիզաների սպասարկման կետ։ Դեսպանատան հրահանգները դեռ նախատեսում են հարցազրույցների նշանակման, հետաձգման եւ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգեր։ Հակառակ Թրամփի ակտիվ հայտարարություններին Հորմուզի նեղուցում լարվածությունը չի թուլանում։ Իրանը եւ Օմանը բանակցում են դրա կառավարման հարցերի շուրջ, վերջնական համաձայնություն դեռ չկա։ Իրանական աղբյուրը հերքել է տարածվող տեղեկությունները, նեղուցը ներկայումս մնում է փակ։ Թրամփը սպառնացել է Օմանին, եթե վերջինս Վաշինգտոնի շրջանցի ու առանձին համաձայնության գա Իրանի հետ։ Իրանը իր հերթին պայմաններ ունի ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար։ Թեհրանը պահանջում է իր նկատմամբ ավելի վաղ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացում։ Եթե ԱՄՆ-ն չընդունի մեր պայմանները, նեղուցը չի բացվի, հայտնել է Իրանի ներկայացուցիչը։ Պետքարտուղար Ռուբիոն հայտնել է նոր հարվածների բացակայության մասին։ ԱՄՆ-ն այս փուլում նախընտրում է ռազմական հարվածների փոխարեն տնտեսական լծակներ օգտագործել։ Շատ վերլուծաբաններ դա կապում են մոտեցող միջանկյալ ընտրությունների հետ եւ համոզմունք են հայտնել, որ առնվազն մինչեւ ընտրական գործընթացների ավարտը ԱՄՆ-ն Իրանի վրա հարձակման նոր ալիք չի նախաձեռնի։ Աշխարհը կանգնած է էներգետիկ փակուղու առաջ, արդեն 6 ամիս է Հորմուզի նեղուցը դարձել է գլոբալ հակամարտության կենտրոն։ Այնտեղով անցնող նավթի հոսքերը կտրուկ նվազել են, էներգետիկ շուկաները հայտնվել են պատանդի կարգավիճակում, կողմերը չեն զիջում իրենց դիրքերը։ Իրանը տնտեսապես թուլացել է, բայց չի հանձնվել, նավթի արտահանումը կրճատվել է 85%-ով։ Չնայած դրան, Թեհրանը շարունակում է վերահսկել նեղուցը, այս հակամարտությունը դարձել է տոկունության քննություն։ ԱՄՆ էներգետիկայի նախարարը խոսում է էներգակիրների մատակարարման հոսքերի վերականգնումից, իրականում նավթի արտահանումը մնացել է նվազագույն մակարդակի վրա։ Համաշխարհային նավթավերամշակման ծավալները կրճատվել են 5%-ով, առելիքի պակասը սպառնում է բոլորին։ Ըստ փորձագետների, մերձավոր արևելյան փակուղին կարող է ձգվել մինչև 2027 թվականը, իսկ դրա հետևանքով արդեն տեսանելի դարձած էներգետիկ ճգնաժամը ամբողջ աշխարհում կարող է շարունակվել շատ ավելի երկար։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպչի դատավարության օրը հայտնի է Խալիդ Շեյխ Մուհամեդը կկանգնի դատարանի առաջ 2028 թվականի հունիսին, նա 2006 թվականից պահվում է Գուանտանամոյի ռազմաբազայում։ Այս գործընթացը տևելու է շատ երկար ժամանակ։ Մոհամեդը ծրագրել է ինքնաթիռներով հարձակումներ Նյու Յորքի վրա։ Այդ հարձակումները խլել են գրեթե 3000 մարդու կյանք։ Մոհամեդին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականին։ Նրան սպառնում են ծանր պատիժներ, պատերազմական հանցագործությունների եւ սպանությունների համար։ Պաշտպանական կողմը բողոքներ ունի, ըստ նրանց կենտրոնական հետախուզական վարչությունը օգտագործել է հատուկ հարձակնության տեխնիկաներ։ Մոհամեդը 183 անգամ ենթարկվել է խեղդամահության փորձերի։ Անցյալ տարի դատարանը չեղարկել էր մեղքն ընդունելու համաձայնագիրը։ Վաշինգտոնը պաղեստինյան գործողություն կազմակերպությանը ահաբեկչական է ճանաչել։ Թրամփի վարչակազմը խստացնում է պայքարը ձախակողմյան խմբավորումների դեմ։ Այս որոշումը անհանգստացրել է ամերիկյան դեմոկրատներին, նրանք կարծում են, իշխանությունները քաղաքականացնում են հակահաբեկչական պայքարը։
Պաղեստինյան գործողություն խմբի համահիմնադիրներից մեկն է արձագանքել ԱՄՆ-ի քայլերին։ Մեր գործունեությունը միշտ էլ եղել է կյանքեր փրկելու մասին։ Մենք խաթարում ենք իսրայելական պատերազմական մեքենան, նշել է նա։ Բրիտանիան ավելի վաղ էր արգելել այս խմբի գործունեությունը։ Խումբը հաճախ թիրախավորում էր Իսրայելի պաշտպանական ընկերություններին։ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել նաև Մասար Բադիլ խմբի դեմ։ Այն գործում է որպես Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ կազմակերպության ճյուղ։ ԱՄՆ-ն վերջինիս վաղուց էր համարում օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Իշխանությունները պնդում են, որ քաղաքական ահաբեկչությունը տեղ չունի հասարակության մեջ։ Խոստանում են պայքարը այս ուղղությամբ շարունակել մինչև խմբերի լիակատար վերացումը։ Մեկլուլ Լոս Անջելեսից Հայլենդ Փարքում ոստիկանական հետապնդումը ավարտվել է ուժգին բախումով։ Հանցագործը մեծ արագությամբ մխրճվել է դեպքի հետ կապ չունեցող վարորդի մեքենայի մեջ։ Ողջ տեսարանը ֆիքսել են հերթապահ դրոնների տեսախցիկները։ Հանցագործը վարել է արծաթագույն Ford Focus Huntington Park-ի ոստիկանները հետապնդել են նրան։ Կասկածյալը դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, այդ պահին նա հարվածել է պատահական վարորդին։ Ոստիկանները տուժած վարորդին արագ դուրս են բերել բթարված մեքենայից, իսկ վրաերթի հեղինակ դարձած կասկածյալին անմիջապես ձերբակալել են։ Տեսանյութում երևում է կասկածյալը ձեռնաշղթաներով նստած մայթին։ Փրկարարները զննել են տուժածին։ Սա ոստիկանական հետապնդումների հետևանքով հերթական միջադեպն է Լոս Անջելեսում։ Ներկայումս մի շարք սահմանափակումներ կան, որոնց նպատակը նման դեպքերը բացառելն է։ Հետապնդումներն ու վթարները սակայն գրեթե չեն պակասում։ Ամերիկյան փոստային ծառայությունը նոր կանոններ է սահմանել, դրանք սահմանափակում են փոստով քվեարկությունը։ Դեմոկրատների ղեկավարած նահանգները դատարան են դիմել, ցանկանալով կասեցնել նոր կարգը։ Դատական հայցը ներկայացվել է Բոստոնի դաշնային դատարան։ Գործընթացին մասնակցում են 23 նահանգներ, Կոլումբիայի շրջանը և Փենսիլվանիայի նահանգապետը։ Գերագույն դատարանը մերժել էր նախորդ հայցը, դատարանը այն համարել էր վաղաժամ։ Այժմ նոր կանոնները արդեն հաստատված են, դրանք պահանջում են նոր ծրարներ և շտրիխ-կոդեր։ Այս ամենը կարող է խճճել ընտրողներին։ Ըստ հայցի հեղինակների, սա ռիսկային է ընտրողների համար։ Դեմոկրատները պնդում են, որ սա սահմանափակում է մարդկանց իրավունքները։ Իրավապաշտպան խմբերը ևս միանում են այս բողոքին։ Փոստային ծառայությունը պետք է ստուգի քվեաթերթիկները, նա կարող է անգամ հրաժարվել դրանք առաքել։ Նահանգները պետք է տրամադրեն քվեարկողների ցուցակները, սա լրացուցիչ բեռ է դառնալու ընտրական գրասենյակների համար։ Անհրաժեշտ են նոր սարքավորումներ ու վերապատրաստման ծրագրեր աշխատակիցների համար։ Անցյալ ընտրություններում փոստով քվեարկել էր 100 միլիոն մարդ, դա ամբողջ երկրի ընտրողների 30%-ն է։ Մետա ընկերությունը պատմական գործարք է կնքել, այն վճարելու է $18 միլիարդ հայցի կարգավորման համար։ Կալիֆոռնիա, Քոլորադո, Քենթակի և Նյու Ջերսի նահանգները մեղադրել էին ընկերությանը դեռահասների շրջանում կախվածություն առաջացնելու մեջ։ Facebook և Instagram հարթակները վնասել են երեխաներին, պնդում է հայցվոր կողմը։ Ընկերությունը հերքում է մեղադրանքները, սակայն համաձայնել է փոփոխություններ կատարել։ Փոփոխությունները կլինեն շատ արագ, պատանիների համար կլինեն նոր սահմանափակումներ, նրանք օրական այս հարթակներից կարող են օգտվել միայն 2 ժամ։ Դրա համար պետք կլինի ծնողների թույլտվությունը, գիշերային ժամերին մուտքը կփակվի, ցակցվելու են նաև լայքերը, արգելվելու են վնասակար դիմահարդարման ֆիլտրերը։ Մետա ընկերության ներկայացուցիչը պահանջել է, որ TikTok-ը և YouTube-ը ևս հետևեն նույն սահմանափակումներին։ Այդ հարթակները դեռ չեն պատասխանել կոչին։ Մետայի վճարելիք 18 միլիարդը կուղղվի երիտասարդների առցանց անվտանգության։ Ընկերությունը կստեղծի նոր գործիքներ ծնողների համար, նրանք կկարողանան հեշտությամբ վերահսկել երեխաների մուտքը։ Դատարանը դեռ պետք է հաստատի այս համաձայնագիրը։ Արհեստական բանականությունը կարող է վտանգել աշխարհը։ Բիլ Գեյթսը ահազանգում է նոր սպառնալիքների մասին։ Այն կարող է միլիոնավոր մարդկանց զրկել աշխատանքից։ Տեխնոլոգիան կարող է հաքերային հարձակումներ իրականացնել։ Գեյթսը նշում է, որ սա տարբերվում է անցյալի բոլոր տեխնոլոգիաներից։ Կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է նախաձեռնող լինի։ Նա առաջարկում է վերահսկել արհեստական բանականության հարձակումները մարդու կենսական ոլորտների վրա։ Microsoft-ի հիմնադիրը ծրագրում է հանդիպել Սի Ցզինփինին, նա ցանկանում է սահմանափակել վտանգավոր մոդելները։ Թրամփի վարչակազմը արդեն վերահսկում է որոշ մոդելներ։ Գեյթսը ցանկանում է հիմնադրել նոր միջազգային կազմակերպություն, այն կգործի միջուկային տեսչությունների նման։ Ապագայում Գեյթսի հիմնադրամը կներդնի $200 միլիարդ, այն կկենտրոնանա հենց արհեստական բանականության խնդիրների վրա։ Նա համագործակցում է Anthropic ընկերության հետ։ Գեյթսը կհանդիպի նաև Մեծ Բրիտանիայի վարչապետին։ Քննարկվելիք գլխավոր թեման կլինի աշխատաշուկայում հնարավոր ցնցումների հեռանկարը արհեստական բանականության պատճառով։
Այս հինգշաբթի երեկոյան ԱՄՆ բնակիչները կտեսնեն անսովոր երևույթ՝ կարմիր լուսին, սա լուսնի գրեթե ամբողջական խավարումն է։ Այն դառնալու է կարմրավուն նարնջագույն, երկիրը կհայտնվի արեգակի եւ լուսնի միջև ու իր ստվերը կգցի լուսնի վրա։ Այս գործընթացը գիտնականներն անվանում են կրակոտ լուսին։ Երևույթը լավ կերևա ԱՄՆ ողջ տարածքում, խավարումը սկսվելու է հինգշաբթի ժամը 21:23-ին եւ ավարտվելու է գիշերվա ժամը 3-ին։ Խավարման գագաթնակետը կլինի կեսգիշերին մոտ, այն ժամանակ լուսնի 96%-ը կծածկվի ստվերով։ Ի տարբերություն արևային խավարումների, սա վտանգավոր չէ աչքերի համար։ Ցանկացողները կարող են այս գեղեցիկ տիեզերական երևույթը դիտել առանց հատուկ սարքերի։ Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել նաեւ հեռադիտակներ, դրանք ավելի տպավորիչ տեսարան կապահովեն։ Ամերիկայի հյուսիսային եւ հարավային շրջաններում տեսանելի կլինեն բոլոր փուլերը։ Հաջորդ լուսնային խավարումը կլինի 2027-ի փետրվարին։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Պանկրեասի քաղցկեղի դեմ պայքարում ստեղծվել է նոր հաբ, սա առաջին դեղամիջոցն է, որն արգելափակում է ուռուցքի աճը։ Դարաքսոնրասի բանունով այս դեղը հաստատվել է ԱՄՆ-ի կողմից։ Դեղն օգնում է դեպքերի 90%-ի ժամանակ, այն շուկայում կվաճառվի Ռասոնք անվամբ։ Այս քաղցկեղը համարվում է ամենամահաբեր հիվանդություններից մեկը, դրանից ԱՄՆ տարածքում տարեկան մահանում է 52,000 մարդ։ Հիվանդները դեղի շնորհիվ ապրում են ավելի երկար, հետազոտությունները ցույց են տվել կյանքի տևողության կրկնապատկում։ Քիմիաթերապիայի համեմատ հիվանդները իրենց ավելի լավ են զգում։ Բժիշկների գնահատմամբ սա բուժում չէ, բայց մեծ առաջընթաց է։ Մեկ ամսվա բուժման արժեքը $39,800 է։ Դեղամիջոցը հաստատվել է սպասվածից 6 ամիս շուտ։ Panda Express ռեստորանային ցանցի հիմնադիրները որոշել են օգնել իրենց աշխատակիցներին տուն գնել։ Նրանց համար սա ամերիկյան երազանքի իրականացումն է։ Այս նախաձեռնությունը հիմնված է նրանց անձնական պատմության վրա, նրանք ևս ներգաղթյալներ են եւ գիտեն աշխատանքի ու սեփական տան արժեքը։ Ցանցի առաջին ռեստորանը բացվել է 1983 թվականին Գլենդելում։ Այսօր այն ունի 2500 կետ 49 նահանգում եւ աշխատանքով է ապահովում 55,000 մարդու։ Այսօր ԱՄՆ-ում տուն գնելը դարձել է դժվար գործ, հիփոթեկային տոկոսադրույքները բարձր են, իսկ տների գները ռեկորդային։ Այս փորձառությունը Panda Express-ին կարող է դարձնել բացառիկ։ Էլ Նինյոյի պատճառով տաքացած օվկիանոսային ջրերը դեպի հյուսիս են քշում արևադարձային վտանգավոր օձերին։ Կալիֆոռնիայի ափերին հայտնվել են թունավոր դեղնափոր ծովային օձեր, դրանք սովորաբար ապրում են հեռավոր հարավային ջրերում։ Սա լողապ այցելողների համար լուրջ վտանգ է առաջացրել։ Այս օձերը ունեն վառ դեղին գույն եւ սև մեջք։ Դրանց պոչը նման է թիակների։ Այս օձերի թույնը շատ վտանգավոր է մարդկանց համար։ Խայթոցը կարող է առաջացնել մկանային ցավեր եւ կաթված։ Լուրջ դեպքերում այն կարող է բերել մահվան։ Մասնագետները հորդորում են չմոտենալ այդ օձերին։ Տաք ջրերը բերել են նաև այլ հյուրերի։ Մալիբուի նավամատույցի մոտ տեսել են մուրճ շնաձուկ։ Կալիֆոռնիայի լողափերին շատացել են նաև կարիճաձկները։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ է սպասում հետաքրքիր միջոցառումների ցանկով։ Բարև ձեզ։ Օրը հինգշաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային եւ ժամանցային միջոցառումները։ Սկսենք հայկական թեմաներից։ Լոս Անջելեսի հայ համայնքը հրավիրում է ուրախ եւ բազմաբովանդակ տոնավաճառի։ Միջոցառման ընթացքում ձեզ սպասում են համեղ ուտեստներ եւ երաժշտական հագեցած ծրագիր հայտնի հայկական կերպարների Սարոյի եւ Մարոյի մասնակցությամբ DJ կենթանի կատարումներով։ Մուտքն ազատ է օգոստոսի 30-ին ժամը 11-ից երեկոյան ժամը 5-ը Լոս Անջելեսի հայ համայնքի կենտրոնում։ Շարունակենք հայկական թեմատիկան արդեն բեմում հայկական աստղաբույլը Լոս Անջելեսում Echoes of Our Ancestors Two Heroes and Saints-ը հանդիսատեսին կպարգևի անկրկնելի զգացողություններ հայոց հերոսներին եւ սրբերին նվիրված մեգա համերգի ընթացքում բեմում կլինեն Սերժ Թանկյանը, Արտոտ Հունջբոյաջյանը, Սեբուն, Ինգա եւ Անուշ Արշակյանները եւ բազմաթիվ այլ աստղեր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 3-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի The Greek Theatre-ում։ Լեմերտ Փարքի 7-րդ ամենամյա ջազային փառատոնը երաժշտասերներին բացառիկ հնարավորություն է տալիս վայելել ջազի անկրկնելի մթնոլորտը։ Փառատոնը ներկայացնում է տպավորիչ ծրագիր Խոսե Ջեյմսի կողմից Ջոն Քոլթրեյնի նվիրված նախագծով լեգենդար դաշնակահար Բոբի Ուեսթի ելույթով, ինչպես նաև West Coast Get Down կոլեկտիվի եւ Palm Century երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ։
Հանդիպումը կկայանա Լոս Անջելեսի Baldwin Hills Crenshaw Plaza-ի տանիքում, միավորելով ջազի տարբեր սերունդներին։ Օգոստոսի 29-ին ժամը 11:30-ից մինչև երեկոյան ժամը 8:30։ Էլի մի հիանալի լուր ջազի սիրահարների համար Smooth Summer Jazz-ը Hollywood Bowl է հրավիրում ջազի եւ soul երաժշտության երկրպագուներին։ Համերգային ծրագիրը կմեկնարկի լեգենդար երաժիշտ եւ թմբկահար Շեյլայի ելույթով, որին կհաջորդեն սաքսոֆոնահար Բոնի Ջեյմսի հմայիչ կատարումները։ Երեկոյի գլխավոր հյուրերը The Commodores խումբը կներկայացնեն իրենց անմահ հիթերը Brick House-ից մինչև Easy, հանդիսատեսին պարգևելով 70-ականների եւ 80-ականների լավագույն R&B եւ funk ռիթմերը։ Օգոստոսի 30-ին երեկոյան ժամը 6:30-ից 10:30։ Մյուս խումբը անկրկնելի համերգի է հրավիրում ռոք երաժշտության երկրպագուներին Մեթ Բելամին, Դոմինիկ Հովարդը եւ Քրիս Վոլստենհոլմը, որոնք հայտնի են իրենց աշխարհահռչակ հիթերով եւ Գրեմմի մրցանակներով, կներկայացնեն իրենց տպավորիչ երգացանկը ներառյալ Will of the People վերջին ալբոմի ստեղծագործություններով։ Օգոստոսի 31-ին երեկոյան ժամը 6-ին Լոս Անջելեսի հանրահայտ Hollywood Bowl համերգասրահում։ Համաշխարհային ճանաչում ունեցող հարավկորեական K-pop BTS խումբը հրավիրում է իր երկրպագուներին անմոռանալի համերգային երեկոյի։ Աստղերը կներկայացնեն իրենց հիթային երգացանկը Inglewood-ի հանրահայտ SoFi մարզադաշտում։ Միացեք աշխարհահռչակ աստղերին, վայելելու նորարարական շոու, անմոռանալի էներգիա եւ երաժշտական հրաշալի կատարումներ։ Համերգները տեղի կունենան սեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 6-ին եւ 7-ին Inglewood-ի SoFi Stadium-ում։ Անմոռանալի երեկոյի հնարավորություն ամերիկացի երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Ջեյ Քոլի հետ։ Վայելեք բարձրակարգ շոու եւ ընկղմվեք անկրկնելի երաժշտական մթնոլորտում, որը ձեզ կպարգևի անմոռանալի տպավորություններ։ Սեպտեմբերի 3-ին երեկոյան ժամը 8-ից 10 Inglewood-ի Intuit Dome համերգասրահում։ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է կինոյի եւ դասական երաժշտության սիրահարներին վայելելու Միլոշ Ֆորմանի Ամադեուս եւ բազմաթիվ Օսկար մրցանակներ նվաճած ֆիլմը։ Նվագախումբը կկատարի Մոցարտի հանրահայտ ստեղծագործությունները կենդանի հնչողությամբ։ Ֆիլմի ցուցադրությանը զուգահեռ սեպտեմբերի 3-ին երեկոյան ժամը 8-ից 10 Լոս Անջելեսի Hollywood Bowl համերգասրահում։ Հոլիվուդյան կինո երաժշտության վարպետ Ջոն Ուիլյամսի երկրպագուներին հրավիրում ենք անմոռանալի երաժշտական հրավառության։ Համերգի ծրագրում ընդգրկված են աստղային պատերազմներ, Ինդիանա Ջոնս, Հարի Փոթեր, ծնոտներ եւ Յուրայի դարաշրջանի այգին ֆիլմերի սիրված մեղեդիները, ուղեկցված կինոյի լավագույն դրվագներից կազմված տպավորիչ տեսաշարով։ Միացեք մեզ վայելելու ժամանակների ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի ստեղծագործական ժառանգությունը սեպտեմբերի 4-ին եւ 5-ին երեկոյան ժամը 8-ից 10 Լոս Անջելեսի Hollywood Bowl համերգասրահում։ Լեգենդար Շիկագո խումբը եւ Ստիքսը անմոռանալի երեկոների են հրավիրում ռոքի սիրահարներին։ Երաժշտական աշխարհի այս երկու հսկաները կներկայացնեն իրենց սիրված հիթերի ընտրանին ապահովելով տպավորիչ համերգային ծրագիր։ Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին Inglewood-ի The Kia Forum-ում One Republic խումբը հրավիրում է երաժշտասերներին վայելելու իրենց համերգը Fireworks Final խորագրով։ Գրեմմիի հավակնորդ խումբը Ռայան Թեդերի գլխավորությամբ հանդիսատեսին կներկայացնի իր համաշխարհային հիթերի հարուստ շարքը Counting Stars-ից մինչև Top Gun Maverick ֆիլմից հանրահայտ I Ain't Worried ստեղծագործությունները։ Սեպտեմբերի 11-ին երեկոյան ժամը 8-ին Լոս Անջելեսի Hollywood Bowl-ում Վերջում առաջարկ ունենք փոքրիկների համար Գլենդելի Grandview-ի գրադարանը հրավիրում է ընտանիքներին մասնակցելու հաճելի ժամանցի սեղանի խաղերի միջոցով։ Սա հիանալի հնարավորություն է 6 ամսականից մինչև 12 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար միասին անցկացնելու ժամանակը գրադարանի հարմարավետ միջավայրում։ Միջոցառումը կազմակերպվում է Glendale Library Arts and Culture Trust-ի աջակցությամբ։ Օգոստոսի 31-ին ժամը 14-ից 16 Գլենդելի Grandview գրադարանում։
Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։